նորից դիտում եք սուբյեկտիվ դիտանկյունը։ Ամենասուբյեկտիվ մեկնաբանություններն այն ամենի մասին, ինչ շրջապատում է մեզ ամեն օր։ Չգիտեմ բարեբախտաբար թե դժբախտաբար, բայց Նիկոլ Փաշինյանն իր իշխանազավթումից հետո եւ այդ իշխանազավթման արդյունքում պաշտոններ նվեր ստացածների հետ միասին անում է ամեն ինչ, որպեսզի մենք չձանձրանանք։ Որ ոլորտ ուզում եք թեքվել, ամենուր եք կեղծիք է, սուտ եւ անհաջող փորձեր թաքցնելու այդ ամենը, ձևացնելով իբր թե ոչինչ չի եղել եւ ամեն ինչ շարունակում է մնալ թավշյա եւ թավշից։ Բայց առավել իրատեսների համար ամեն ինչ ավելի քան պարզ է, ամեն ինչ մանրապատված է եւ վաղուց վերածվել է ճահճի։ Իսկ ճահճում իրենց հարմարավետ են զգում միայն գիտեք, ովքեր են իրենց հարմարավետ զգում։ Ամեն ինչ նորից սկսվում է Նիկոլ Փաշինյանից, երևի թե երկու հիմնական պատճառով։ Առաջինը, որ նա ամեն ինչ անում է, որպեսզի մնա լայքերի եւ լայվերի ուշադրության կենտրոնում, եւ երկրորդ իշխանությունն ինքն է զավթել, ոչ թե ես, եւ գոնե պիտի ձև անի, որ աշխատում է կամ ինչպես ինքն է նախընտրում, ձև անի, որ ձիավարում է։ Ինչ է կատարվում Հայաստանում։ Ցույցեր ու անվերջ ցույցեր։ Ցույցեր Հայաստանից արտագաղթելու խնդրանքով, մաքսավճարների տուրքերը չբարձրացնելու խնդրանքով, անհասկանալի իրավիճակ հագուստի ներկրողների, ավտոներկրողների հետ կապված եւ այս շարքը դեռ երկար կարող եմ շարունակել։ Բայց ուզում եմ սկսել Նիկոլ Փաշինյանի օրեցօր վատացող եւ վատ իմաստով անհատակ բառապաշարից։ Մարդն ամբողջ օրը նստած մտածում է, թե ինչ գրի Facebook-ում, հետո մտածում է, թե ում հանձնարարի, որ այն շատ լայքվի, գովազդվի եւ կոմենտվի, եւ ձեռքի հետ էլ աշխատում է վարչապետ։ Եվ այն մարդը, որ ամբողջ օրը մտածում է սեփական անձի պաշտամունքի մասին, ամենալավ բանը, որ կարողանում է անել, դա հերթական վատ պոստն է Facebook-ում։ Նորմալ եք համարում առաջի դասարանցիներին Յաշիկ Մերսեդեսի մասին այդպիսի պատմություն պատմելը։ Հիմա հասկանում եք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի համար ինչ առակներն են կյանքում ուսուցողական եղել։ Մարդը կյանքում ամեն ինչի պատրաստ է եղել, արել է ամեն ինչ, միայն թե ունենա այդ Յաշիկ Մերսեդեսը։ Գիտենք, որ այդ Յաշիկ Մերսեդեսը ավտոմեքենայի տեսակ է եւ ունի անվանում։ Բայց Նիկոլ Փաշինյանի նպատակը այդ Յաշիկ Մերսեդեսի մասին առարկայական պատմություն պատմելը չի եղել, այլ հենց Յաշիկ Մերսեդեսի օրինակը, որը երկար տարիներ եղել է իր երազանքը։ Իսկ այս պարագայում մեզ միայն մի բան է մնում՝ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ հույս հայտնել, որ միգուցե իր օլիգարխներից որևիցե մեկն իրեն արդեն նվիրել է այդ Յաշիկ։ Իսկ հիմա իմ ամենասիրելի հատվածը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գույքահարկի վճարները չի տանելու իր հոր տուն։ Դե չգիտեմ, եթե Հայաստանն իր տունն է, ժողովուրդն էլ ընտանիքը, իսկ այս դեպքում բյուջեն, պետական բյուջեն Նիկոլ Փաշինյանի համար պարգևավճարի աղբյուր, ապա լավ էլ տուն է։ Ուղղակի այս դեպքում ոչ թե հոր, այլ իր տուն։ Կհիշեք, չէ, որ Նիկոլը այն նույն մարդն է, ով ասում էր հանկարծ հարկեր չվճարեք, մինչև ինքը վարչապետ չդառնա։ Ասում էր հանկարծ սուպերմարկետից գնումներ չկատարեք, մինչև ինքը վարչապետ չդառնա։ Հիմա ամեն ինչ ավելի քան պարզ է, ինչու ենք Նիկոլի կյանքը փորձում բարդացնել։ Հիմա ինքը արդեն վարչապետ է, ոչինչ որ տասնապատիկ ավել ենք վճարելու, հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիներ, վճարեք այդ հարկերը։ Հիմա վերադառնանք Հայաստանից արտագաղթել ցանկացողներին։ Ներգաղթ խոստացող Նիկոլ Փաշինյանը շարունակում է նպաստել Հայաստանի արտագաղթին։ Սպասվում է դրույքաչափերի բարձրացում, արդեն իրականություն է մաքսավճարների դրույքաչափերի բարձրացումը, եւ ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երբ փորձում եմ տեսնել, թե կառավարությունը ինչպիսի աջակցություն է փորձում ցուցաբերել, պարզում եմ հետեւյալը, որ թե սոցիալական եւ թե տնտեսական օժանդակությունը իրենից ենթադրում է մեկ էություն։ Վարկեր, վարկային սուբսիդիա, վարկային նոր հնարավորություններ։ Ամեն ինչ շարունակում է պտտվել վարկերի շուրջը։ Եվ փորձելով հասկանալ արդյոք Հայաստանի հպարտ քաղաքացիների համար գործում է նույն կարգը եւ նույն ծրագրերը, այո, սա այն եզակի դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության հպարտ եւ ոչ այնքան հպարտ քաղաքացիները հավասար են, բոլորն էլ կարող են կառավարության շնորհիվ օգտվել նոր վարկային պարտավորություններից եւ կրել նոր ֆինանսական ծանրաբեռնվածություն։ Մի խոսքով, ամեն ինչ շարունակում է մնալ աննախադեպ։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր աննախադեպ։ Հետաքրքիր է, փողոց փակող քաղաքացիներն էլ աննախադեպ բառը լսելիս հենց սա նկատի ունեին։ Փրկիչ Նիկոլի հրաշագործություններին սպասող ճանապարհ փակած եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանազավթմանը մասնակցած քաղաքացիները այլևս չեն կարողանում սպասել։ Նրանք բարձրացնում են հարցեր, որոնք դուրս չեն գալիս Նիկոլ Փաշինյանին, եւ դրա համար Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իր ամբողջ դաշնությամբ ու ներուժով կպատժի նրանց, ովքեր դիմակ չեն կրում եւ բաց քթի տակ դժգոհում են Նիկոլ Փաշինյանից։ Կքաշքշեն, կպատժեն,
առանց սեռի, տարիքի եւ որևիցե այլ խտրական վերաբերմունքի։ Իսկ ինչ է մնում անել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին։ Հետևել Նիկոլ Փաշինյանի արտաքին գործերի նախարարի խորհրդին, տեսնել իրենց գլխի ճարը։ Մեզ էլ մնում է միայն հույս հայտնել, որ արտաքին գործերի նախարարը նույն մարտական կեցվածքը դրսևորում է նաև ԼՂՀ բանակցությունների սեղանի շուրջ։